Բարի ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր դարձյալ Նոյան Տապանի ազատ խոսափող հաղորդաշարի շրջանակներում խոսելու եմ Սաուդյան Արաբիայի եւ նրա դերի կարեւորության մասին, Հայաստանից հետ հարաբերությունների նորաթուխ հարաբերությունների հաստատման ապագայի տեսլականի մասին եւ իհարկե լինելով հայ-սաուդարաբական բարեկամության պլատֆորմի հիմնադիր նախագահ, խոսելու եմ մեր ծրագրերի եւ անելիքների մասին։ Հարգելի հայրենակիցներ, Սաուդյան Արաբիայի զարգացման ֆոնդը իդեմս նախագահ Յասիր Ալ-Ռումայանի այս վերջերս հայտարարեցին, որ ֆոնդին վերաբերող եւ այդ ծրագրերի կետերին առնչվող բոլոր այն կազմակերպությունները, անձինք, միջազգային կառույցներ, ովքեր որ այդ ֆոնդի կանոնադրության շրջանակների մեջ կարող են առաջարկներ անել Սաուդյան Արաբիայի զարգացման ֆոնդին, նրանք պատրաստ են քննարկել, պատրաստ են երկխոսություն վարել, պատրաստ են այդ երկխոսության արդյունքում տարբեր տիպի օժանդակություններ ցուցաբերել։ Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2019-ից ես չեմ ուզում հիմա կրկնվել, բայց հարցը դա չի։ Պաշտոնապես պետական ռեգիստրով գրանցված եւ կրկնում եմ այս տարիների ընթացքում առարկայական հստակ քայլեր արած, որ փուլային տարբերակով տարբեր հաղորդումների շրջանակներում, հա, եւ այս ամբիոնից, եւ այն ժամանակ նաեւ բաց TV-ում, եւ այն ժամանակ նաեւ խոսել եմ մի շարք այլ ծրագրերի շրջանակներում, նաեւ բացում են փակագծեր հաղորդման ժամանակ ենք խոսել եւ այն ժամանակվա Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Արքադուս Ռիմա Բինտ Բանդարի կոչի իր ուղերձի մասին ընդդեմ ցեղասպանությանը, որը կատարվել է 20-րդ դարում հայերի նկատմամբ եւ Արքադուս Ռիմա Բինտ Բանդարը թե ինչպիսի ավյունով, ինչպիսի նվիրվածությամբ խոսեց հայոց ցեղասպանության մասին եւ Սաուդյան Արաբիայի եւ հայերի ճակատագրի մասին ես այս ամբիոնից ասել եմ։ Հիմա ժամանակն է, որ մենք արդեն խոսքից անցնենք գործի եւ այդ գործը լինելու է ավելի քան տեսանելի եւ զգալի։ Ես ասել եմ, որ նաեւ մենք մեր ծրագրերի մեջ հատկապես առանձնացրել ենք մարզական, այսինքն սպորտային ոլորտը, հատկապես առանձնացրել ենք օրինակ շատ մեծ առաջարկ եմ փորձելու անել, այսինքն ծրագրում ունեմ գրած եւ պետք է այնտեղի սպորտի նախարարությանը եւ նաեւ մեր հարգարժան այդ զվարճանքների կոմիտեի ղեկավար Թուրքիա Ալ-Շեյխին առաջարկ անենք, կրկնում եմ ազգությամբ արաբը ոչ մի կապ չունի թուրքերի հետ, սա իգիտություն ընդունեք, որպեսզի օրինակի համար Ալբերտ Ազարյանի հուշամրցաշար լինի այնտեղ, որտեղ Ալբերտ Ազարյանը օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն էր եւ համաշխարհային հռչակ ու մեծ հարգանք է վայելում մինչ օրս էլ նա ինձ համար հատկապես մեր հայրենակիցների համար նա կենթանի լեգենդ է, Աստված իր հոգին լույսերի մեջ բայ եւ մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որ միջլեզվամշակութային հաղորդակցության, միջմշակութային հաղորդակցության շրջանակներում կարող ենք իրագործել ու իրականացնել։ Չմոռանամ նաև ասել, որ Սաուդյան Արաբիայի զարգացման ֆոնդի այս տարվա բյուջեն մոտավորապես կազմում է 930 միլիարդ ամերիկյան դոլար եւ այնտեղ բավականին մեծ թափով ծրագրեր տարբեր հատկապես ինովացիոն, այսինքն նանոտեխնոլոգիական ծրագրերին են մեծ առաջնահերթություն եւ տեղ տրվում եւ օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ ելնելով վերոգրյալից ես այսօր պետք է եւ պարտավոր եմ նաեւ իմ այս ամբողջ ծրագրերը հատկապես գիրքը Սաուդյան Արաբիայի արևելքի տիեզերական ադամանդը եւ այս կառույցի արդեն կառույցին անդամակցված բոլոր այն մարդկանց, ովքեր որ ցանկություն են հայտնել, օրինակներից նրանցից մեկը նաեւ մեր հարգարժան Ալեքսանդր Բաղդասարյան, որը մեծ հիացմունքով արձագանքեց Երևանի պետական համալսարանի հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետի դեկանը մեծ հիացմունքով, մեծ ավյունով արձագանքեց սույն հարցին եւ ասաց, որ շատ լավ ծրագիր է եւ պատրաստական իր հնարավորության սամերում օժանդակել գաղափարապես մեր կողքին լինել, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա թիմ են դարձել են իմ այս թիմի, մեր այս թիմի անդամները եւ հետագայում նաեւ պետք է իրենց օժանդակությունը, գաղափարական օժանդակություն ցուցաբերեն, մենք այսօր արդեն նաեւ թիմ ենք ձևավորում եւ իդեմս նաև քանի որ ես ինքս հանդիսանում եմ միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահի
Հայաստանյան գրասենյակի նախագահի գլխավոր խորհրդականը Հայաստանի Հանրապետությունում, գնդապետ Գրիշա Սարգսյանի, նաև պարոն Սարգսյանը արդեն հստակ իր կանոնակարգել է իր կետերը, իր առաջարկերը եւ մենք շուտով դա էլ ենք ներկայացնելու, որպեսզի վերջապես նաև հանդիպումներ ունենանք այնտեղ հենց ներքին գործերի նախարարության ոլորտի աշխատակիցների հետ, որպեսզի Սաուդյան Արաբիան դառնա միջազգային ոստիկանական ասոցիացիայի դիտորդ, հետագայում նաև անդամ, որտեղ սա շատ կարևոր է։ Եվ խոսելով նաև հենց ֆոնդի մասին, Սաուդյան Արաբիայի զարգացման ֆոնդի մասին, այս ֆոնդը նաև դռները բացելու Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային գործիչների, գրողների, հրապարակախոսների, հանրային հասարակական գործիչների, սպորտային ոլորտի մեծ վաստակ ու ավանդ ունեցող մարդկանց, գիտության, կրթության տարբեր այն ճյուղերով զբաղվող այն տարբեր մարդկանց հարցերին լուծում տալու, խնդրարույց հարցերին ընդհանուր, այսպես ասած, օժանդակություն տալու համար է շատ կարևոր այս ֆոնդը, որովհետև ես համոզված եմ եւ անկասկած աներկբայորեն վստահ եմ, որ այս կառույցի միջոցով այդ նույն մարդկանց մենք կարող ենք իրենց ծրագրերը, իրենց նպատակներին կյանքին իրականություն տալ եւ այս իրենց նպատակները կյանքի կոչել։ Հասկանում եք ինչ եմ ասում, սա շատ առաջնահերթություն է, շատ առաջնային փաստ է ինձ ներկայացնում։ Եվ եթե մենք այս ամեն ինչը դնենք մատերիալանքով նայենք, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի։ Ինձ երբեմն հարց են տալի, թե այսքան ժամանակ խոսում եք, ուր են արդյունքները, փշոտ ու փուշուտ ատասկով լի է պոետի, մաքարողի եւ պայքար մղողի ճանապարհը։ Հավատացեք, լի է ամեն դժվարություններով, բարդություններով, խորտուբորտ ճանապարհներով, պետք է քայլ առ քայլ են գնում։ Մենք այդ դժվարությունները հաղթահարելով են գնում։ Եվ կրկնում եմ, շնորհակալ ենք այն բոլոր մեր ընկերներին, այն մեր բոլոր մեր գաղափարախոսությունը կիսողներին, ովքեր որ այս դժվարին պահերին, այս դժվարին օրերին մեր հետ են եղել, շնորհակալ եմ հատուկ նաև Նոյան Տապանից, որ ինձ հնարավորություն են ընձեռում այս ամբիոնից, այս տաղավարից եթեր դուրս գալ, հատկապես բոլոր այն մարդկանց, ովքեր որ այս հաղորդումների շրջանակներում իրենց դրական արձագանքներն են տվել եւ իրենց դրական միտքն են արտահայտել եւ ասել են, որ ողջունում են, եթե դուք տեսնենք այս հաղորդման տակ գրվելիք այդ կարծիքները, հա, եւ տեսնում ենք, որ շատերն ասում են, որ ողջունելի է, խրախուսելի է եւ սա լի է պաթոսով, լի է նոր բացահայտումներով եւ սաուդարաբական հրաշքը շուտով մեր դռները բացելու է առաջ, իդեմս Ջիդայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, առևտրային քաղաքն է, որը լայն հնարավորություններ, լայն հորիզոններ կբացի Հայաստանի Հանրապետության առջև եւ կարծում եմ Սաուդյան Արաբիայի զարգացման ֆոնդը, թագավորի Մուհամմեդ բին Սալմանի անվան ֆոնդը եւ մի շարք այլ ֆոնդեր եւ այլ կազմակերպություններ սաուդական կարող են իրենց օժանդակությունն ու ուժը տալ մեզ մեր ծրագրերը իրականացնելու համար։ Չմոռանա նաեւ ասել, որ հիմա մենք բանակցություններ ենք տանում Քաթարի Al Jazeera հեռուստաընկերությունը, որպեսզի ես նաեւ այնտեղ ելույթ ունենամ, այդ թվում նաեւ Arab News եւ Al Arabiya ալիքների հետ։ Հիմա բանակցությունների ընթացքի մեջ է, մարդիկ ենք այսպես ասած խառնել, մարդիկ ենք խնդրել, փորձել ուղղորդել այդ ուղղությամբ, որպեսզի հասնենք դրական արդյունքի, որպեսզի կարողանանք նաև այդ 3 ալիքներով ելույթ ունենալ, խոսել, մեր տեսլականը ներկայացնել եւ մեր առաջարկները անել։ Համոզված եմ, որ նաև եթե մոտ ժամանակներս այդ համաշխարհային հռչակ վայելող մեծ հեղինակություն վայելող ալիքներով, եթե ես Աստված տա Աստծո կամոք ստացվի իմ խոսքը ուղղել նաև արաբախոս մեր բարի արաբ բարեկամներին, մեր իսկապես լավ ու բարի արաբ բարեկամներին, ես համոզված եմ, որ այնտեղից արձագանքները նույնպես մեծ են լինելու։ Ուստի դեպի առաջ, դեպի նոր հաղթանակներ եւ իհարկե լցվենք համբերությամբ ու սպասենք տեսանելի եւ արդեն իսկ շոշափելի արդյունքների, որը որ հիմա էլ կա, բայց համոզված եմ ավելին ենք ունենալու եւ ավելին ենք հասնելու։ Շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպում եւ բարին ընդ ձեզ։ Շնորհակալություն։